Աստվածօրհնի իր մեջ շնորհքով կրկին Տիրոջ առջև ենք եկել, իր առջև ենք եկել։ Դա Տիրոջ շնորհքն է, Տիրոջ պարգևն է, մեզանից չի, մեր ուզենալով չի, մեր մտածելով չի, հապա Տիրոջ ներգործությունով ասրելի եղբայրներ, քույրեր, եւ Աստված ներգործում է մեր կյանքում այն ինչը որ մենք ունենք, այն Սուրբ Հոգուց իր շնորհքը, որ մենք ունենք, այն հավատքը, որ ունենք, այն սերը, որ ունենք, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ դա Տիրոջ ներգործության միջոցով է, թող Աստված օրհնի բոլորիս։ Մենք բոլորս Տիրոջ կարիքը ունենք, մենք բոլորս ուզում ենք առնել Աստծուց, ուզում ենք աճել հոգևոր կյանքում եւ այդ աճը շարունակական լինի մեզ համար, որովհետեւ առանց հոգևոր կյանքում աճելու մենք տեղում կդոփենք ցանկացած բանի մեջ, թե աշխարհում, թե նյութական ինչ որ հարցերում, ցանկացած ժամանակ տեղում դոփելը դա շատ վատ է, որովհետեւ դա եթե չկա առաջընթաց, ուրեմն տեղում մնալը ինքը իրանով ենթադրվում է որ մարդը հետ է գնում, որ մարդը չի գնում առաջ, նշանակում է հետ է գնում, հետ է մնում այն բաներից, ինչը որ արդեն անցել է, այն ինչը որ արդեն ժամանակը ինքը վրիպել է, կարծես ժամանակի մեջ, բայց եթե մարդ առաջ է գնում, դա նշանակում է, որ իր հոգևոր կյանքում եւ իր կյանքում կա առաջընթաց։ Թող Տերը օգնի, որ մենք էլ ունենանք այդ հոգևոր առաջընթացը, սիրելի եղբայրներ, քույրեր, իրական հոգևոր առաջընթաց, փոփոխություն իրական մեր կյանքում, մեր վարմունքների մեջ, մեր կյանքի մեջ, մեր պահվածքի մեջ, որ մենք օրեօր տեսնենք փոփոխություն, օրեօր տեսնենք մեր կյանքում Տիրոջ Սուրբ Հոգու ներգործությունը եւ ոչ թե միայն այն հարցերում, որ կարծես մենք այտենց փորձենք կերպար ստեղծել հոգևոր մարդու, կերպար ստեղծել հավատացյալի, որը որ կարծես կունենա ինչ որ կերպարանք, ինչ որ արարքների մեջ որոշակի դրսևորում, այլ հակառակը մենք ունենանք Աստծո հետ կենթանի կապ, կենթանի Աստծո հետ հաղորդակցություն, որովհետև եկեք քննենք ու տեսնենք արդյոք մենք երբ ենք վերջի անգամ մեր ներքին սենյակում հաղորդակցվել Տիրոջ հետ, մենք երբ ենք վերջի անգամ զգացել մեր ներսում Աստծո ներկայությունը, երբ ենք զգացել Սուրբ Հոգու ջերմությունը, երբ ենք հաղորդակցվել Տիրոջ հետ, սրանք բոլորը հարցեր են, սրանք բոլորը բաներ են, որոնք որ քրիստոնյան հոգևոր մարդը պետք է ունենա իր կյանքում, եւ սա բնականon կյանքն է, ոչ թե պարտավորվածությունից ելնելով, ոչ թե ինչ որ պարտականություններից ելնելով, որովհետև հոգևոր կյանքը դա պարտականությունների կյանք չի, հոգևոր կյանքը պարտավորությունների կյանք չի, ինչքան էլ ես կարծեմ ու հասկանամ կամ մտածեմ, որ այո ես պարտական եմ Տիրոջը իր արած մեծ շնորհքի համար, բայց այդ պարտական լինելը Աստված չի պարտադրում ինձ, Աստված դա չի պարտադրում ինձ, դա ես ինքս եմ ընդունում եւ հասկանում, որ այո, այն ինչ որ Աստված արել է ինձ համար, ես պարտավոր եմ իր հետ ապրել, հասկանալով դա, բայց եթե մենք կարծենք ու մտածենք, որ հոգևոր կյանքը դրսից ստիպողական կամ պարտավորեցնող ինչ որ բան ունի, մենք կսխալվենք, սիրելի եղբայրներ, քույրեր, որովհետեւ հոգևոր կյանքի հիմքում ընկած է սերը, եւ դա հենց ավետարանն է ասում։ Պողոս Աղաքյալը 2 Կորինթացիների 5-րդ գլխում ասում է, որ Աստծո սերն է մեզ ստիպում, Աստծո սերն է մեզ ստիպում եւ սերն է մեր համոզումը։ Եկեք կարդամ բոլորիս համար 2 Կորինթացիների 5-րդ գլուխ 14-15 խոսքերը։ Վասնզի Քրիստոսի սերը մեզ կստիպե եւ մեր համոզումն է, թե եթե մեկը ամենուն համար մեղավ, ուրեմն ամենքն ալ մեղան։ Ան ամենուն համար մեղավ, որպեսզի կենթանի եղողներն ալ միայն իրենց անձերու համար կենթանի չլան, հապա անոր, որ իրենց համար մեղավ եւ հարություն աղավ։ Տեսնում ենք, սիրելի եղբայրներ, քույրեր, Պողոս Աղաքյալը ասում է, որ այն մարդը, որը որ կարող է կենթանի լինել ոչ թե միայն իր անձի համար, հապա նրա համար, որ իր համար մեղավ եւ հարություն աղավ, այն մարդը կարա լինի, որին սերը համոզել է, որին սերն է համոզել, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ սա մենք շատ անգամ մտածում ենք, ինչի ես չեմ ապաշխարում, ինչի ես լավ չեմ ապաշխարում, ինչի իմ հոգևոր կյանքը կարծես չի գնում այնպես, ինչպես որ կուզենայի, չի գնում այնպես, ոնց որ ենթադրենք, օրինակ ես համեմատվում եմ ինչ որ ուրիշի հետ, մենք կարող ենք հասկանալ եւ
տեսնել, որ շատ անգամ միգուցե մենք մեզ փորձել ենք համոզել կամ մենք ինքներս որոշում ենք կայացրել, հիշում եք մենք դրա մասին մի կարճ զրուցել ենք, որ եթե անգամ ես որոշում կայացնեմ, որ վաղվանից ես ապաշխարում եմ, վաղվանից վերջ ես սկսում եմ ապաշխարել, ես սկսում եմ փոխվել, ես սկսում եմ ուրիշ հոգևոր կյանքով ապրել, իմ կարդալը, աղոթելը, հաղորդակցությունը փոխվում է, բայց ինչքան անգամ ա եղել, որ մենք մեր որոշումները չենք կարողացել պահել, մենք մեր որոշումները չենք կարողացել հստակ մեր առջև դրված, որոնք որ մենք որոշել ենք, չենք կարողացել դրա մեջ մնալ, ինչի, որովհետև հիմքում չի եղել սերը, սիրելի եղբայրներ, քույրեր, հիմքում չի եղել սերը, որովհետև սերն է, որ մեզ ստիպում է, որովհետև ավետարանը ասում է, որ Աստծո Քրիստոսի սերը մեզ կստիպե եւ մեր համոզումն է։ Իսկ եթե Քրիստոսի սերը չի համոզել ինձ, որ ես Տիրոջ հետևից քայլեմ, սիրելի եղբայրներ, քույրեր, ինչը կարող է ինձ համոզել, որ ես Աստծո հետևից գնամ։ Ինչը կարող է համոզել ինձ, որ ես Աստծո հետևից գնամ եւ սիրեմ իրան, սիրեմ իր խոսքը, սիրեմ իր շնորհքը։ Իմ կարծիքով ոչինչը չի կարող համոզել։ Մենք բոլորս, որ այստեղ հավաքվել ենք եւ եկել ենք Աստծուն, Աստծո սերն է մեզ համոզել, սիրելի եղբայրներ, քույրեր, մենք Աստծո սիրով ենք համոզվել, Աստծո սերն է մեզ բացվել եւ Սուրբ Հոգու միջոցով տարածվել մեր սրտում, մենք հասկացել ենք, թե ինչքան է Աստված մեզ սիրում, հասկացել ենք ինչքան է Աստված մեզ ներել, հասկացել ենք ինչքան է Աստված իր սերը տվել մեզ եւ իր սիրո միջոցով Տեր Հիսուսը խաչվել է երկրի վրա մեզ համար եւ այդ սերն է մեզ բերել այս վայրը, սիրելի եղբայրներ, քույրեր, այդ սերն է մեզ ստիպել, որ մենք գանք Տիրոջ ոտքերի մոտ, ոչ թե ստիպողաբար, այլ իր այդ ստիպել բառը դա այն ստիպողությունը չի, ինչը որ մենք հասկանում ենք, դա ուրիշ ստիպողություն է, դա սիրո ստիպողություն է, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ այդ սերը մեզ ստիպել է, որ մենք այսօր գանք այս վայրը, եւ այդ նույն սերը մեզ պետք է ստիպի, որ մենք հոգեվոր կյանքում գնանք առաջ, հոգեվոր կյանքում ավելի լցվենք Տիրոջ շնորհքով եւ իր շնորհքից հետ չմնանք հանկարծ։ Եվ սիրելի եղբայրներ, քույրեր, մենք միգուցե շատ բաներ լսում ենք, գիտենք, իմանում ենք եւ տարիները մեզ վրա կարծես անցնում են, մենք ավելի շատ բան ենք իմանում, ավելի կարծես գիտելիքը մեր շատանում է, բայց հետաքրքիր է, որ ինչ որ խնդիր կա, որի պատճառով, որ մենք միգուցե չենք կարողանում գնալ առաջ եւ տարիները անցնելուն զուգահեռ մեր հոգեվոր կյանքը համահունչ կերպով չի աճում, այսինքն Պողոս Առաքյալն էլ ասում է, չի ասում է տարիներին նայելով դուք արդեն պետքա սովորեցնեիք, այսինքն այնքան իմանայիք, որ դուք կարողանայիք մեկ ուրիշին փոխանցել, մեկ ուրիշին օգնել եւ այդ տարիներին զուգահեռ, որ մենք աճում ենք, բայց մեր հոգևոր աճը, հոգևոր կյանքի լեցունությունը համահունչ չի մեր հոգևոր կյանքի ապրած տարիների հետ եւ մենք կարող ենք դա տեսնել, մենք կարող ենք դա քննել, հասկանալ եւ փորձել Տիրոջից առնել այդ պատասխանը, արդյոք ինչն է պատճառը, Տեր, որ իմ տարիներին համահունչ ես հոգևորապես չեմ աճել, ես հոգևորապես չեմ լցվել այնքան, ինչքան որ իմ հոգևոր տարիներն են։ Ինչն է պատճառը եւ կա մի իրավիճակ, երբ որ մարդը նոր ապաշխարած ժամանակ ապաշխարում է, լցվում է, ուրախ է, Տիրոջ ներկայությունով ապրում է, Տիրոջ սիրով լցված է եւ ինքն էլ է Տիրոջ սիրով տենց աղատանում ամեն օր, բայց ինչ որ մի պահի գալիս է, որ կարծես դանդաղում է այդ հոգևոր աճը, պակասում է լեցունությունը եւ ընթացքն է դանդաղում եւ տեսնում ենք ինչ որ իրավիճակ, որ հոգևոր մարդը կարծես կանգնել է, այլ հոգևոր աճ չկա, հոգևոր այդ ուրախությունը պակասել է, չկա այն հոգևոր լեցունությունը, չկա այն հոգևոր ուրախությունը, չկա այն սերը, չկա այն ջերմությունը, ինչն է պատճառը, սիրելի եղբայրներ, քույրեր, ինչն է պատճառը, ինչի է մարդը սկսում հոգևորապես, բայց կարծես մեկ էլ դանդաղում է, կարծես մեկ էլ մարմնավորությունն է պատում, թող Տերը օգնի, որ մենք ամենքս լցվենք Տիրոջ սիրով, լցվենք իր ուրախությունով եւ չնայենք մեր շրջապատում մտածելով, որ դե ոնց բոլորը այնպես ես։ Ոչ, սիրելի եղբայրներ, քույրեր, հոգեվոր կյանքը այդպես չի։ Հոգևոր կյանքը այդպես չի, մենք չպետք է նայենք մեր կողքերը, մենք պետք է հաղորդակցվենք մեր Աստծո հետ, մենք պետք է հաղորդակցվենք մեր Տիրոջ հետ եւ իր հետ հաղորդակցվելով ունենանք այն կյանքը,
Հիշում եք հայտնության գրքի մեջ 3-րդ գլխում այսպիսի խոսքեր է գրված, ես ուզում եմ մեզ բոլորիս համար կարդամ հայտնության 3-րդ գլուխ Սարդիկեին ուղված պարբերությունը հենց առաջի խոսքերից 3-րդ խոսքից կարդամ. Հիմա միտքդ բեր, թե ինչպես ընդունեցիր ու լսեցիր, ու պահե եւ ապաշխարե, բայց եթե արթնանալու չլաս, գողի պես քո վրատ պիտի գամ, ու բնավ պիտի չգիտնաս, թե որ ժամուն քո վրատ պիտի գամ, սակայն քանի մը անձեր ունես Սարդիկեի մեջ, որոնք իրենց հանդերձները չախտոտեցին եւ ճերմակներով պիտի պտտեն ինձի հետ, քանզի արժանի են։ Վերևի պարբերության մեջ ես չկարդացի այդ հատվածը, բայց Սարդիկեին ասում է, գիտեմ քո գործերդ, որ դու անուն ունես, թե կենդանի ես, բայց մեռած ես։ Գիտեմ քո գործերդ, թե անուն ունես, թե կենդանի ես, բայց մեռած ես։ Սա շատ ցավալի իրավիճակ է, սիրելի եղբայրներ, քույրեր։ Սա շատ ցավալի իրավիճակ է հոգևոր մարդու համար, այստեղ եկեղեցու համար է ընդհանուր ասվում, բայց մենք կարող ենք հասկանալ, որ եկեղեցին դա մարդիկ են, չէ՞, դա ինչ որ շինություն չի, կառույց չի, անուն չի, խմբի, դա մարդիկ են հենց կոնկրետ։ Հիմա ասում եմ, որ դու անուն ունես, թե կենդանի ես, բայց մեռած ես։ Ինչի էին հասել այդտեղ, սիրելի եղբայրներ, քույրեր, ինչի պատճառով էին հասել, ինչն էր պատճառը եղել, որ իրանք հասել էին այդտեղ եւ հայտնվել էին այդ իրավիճակի մեջ, որ անուն ունեին, որ կենդանի էին, բայց մեռած էին։ Սա իրական իրավիճակ է, սիրելի եղբայրներ, քույրեր, սա ինչ որ վերացական, պայմանական կամ ինչ որ տենց օդի մեջ ասված խոսքեր չեն, սա իրական վիճակ է եկեղեցու, հոգևոր վիճակ է, որը որ ունեցել էր եկեղեցին, ունեցել էր տվյալ եկեղեցին եւ Աստված հորդորում է ասում ապաշխարի եւ նույն հայտնության 2-րդ գլխի մեջ Եփեսոսին ուղված պատգամում հենց առաջի խոսքերից, որ 2-րդ գլխի Եփեսոսին պատգամ է ուղում, այս հայտնի համարը, որ ծանոթ գիտենք բոլորս, Եփեսոսին նորից ուղում ասում է, Եփեսոսի մեջ եղած եկեղեցին հրեշտակին գրե, այսպես կսե անիկա, որ իր աջ ձեռքին մեջ 7 աստղեր ունի ու 7 ոսկեղեն աշտանակներուն միջև կպտտի։ Գիտեմ քո գործերդ եւ քո աշխատությունդ եւ քո համբերությունդ, որ չարարուն չես կրնա տանիլ ու փորձեցիր զանոնք, որ կսեն թե իրենք առաքյալ են ու չեն եւ գտար թե ստախոսեն։ Համբերություն ունենալով նեղություն կրեցիր իմ անվանս համար ու չթուլացար, բայց քեզի դեմ բան մը ունեմ։ Քո առաջվա սերը ձգեցիր։ Միտքդ բեր հիմա ուրկե որ ընկար ու ապաշխարե եւ քո առաջվա գործերը տրե, եթե ոչ շուտով պիտի գամ քեզի ու քո աշտանակը իր տեղեն պիտի շարժեմ, եթե չապաշխարես։ Սիրելի եղբայրներ, քույրեր, թող Աստված օրհնի բոլորիս։ Այս խոսքերը մեզ զգուշացնող, պարտավորեցնող, զգաստացնող խոսքեր են, որ մենք ոչ թե ընկնենք վախի մեջ, ոչ թե ընկնենք ծայրահեղության մեջ, ոչ թե ընկնենք ինչ-որ տագնապի մեջ, որ արդյոք կգա մի օր եւ Աստված իմ աշտանակը կշարժի։ Ես կարող եմ այսօր միտք առնել, ես կարող եմ այսօր հասկանալ, ես կարող եմ այսօր ձգտել ավելին ունենալ Տիրոջ հետ իմ հոգևոր կյանքում եւ ինչի չունենալ, սիրելի եղբայրներ, քույրեր, ինչի ապրել գաղջ, ինչի ապրել առանց Աստծո սիրո, ինչի ապրել առանց Տիրոջ ներկայության, եթե կարելի է լցվել Սուրբ Հոգով, եթե կարելի է լցվել Աստծո Հոգով եւ իր ներկայությամբ, անկախ նրանից թե մենք ինչ աղորյայով ենք ապրում, անկախ նրանից թե մենք ինչ ընթացք ունենք, եթե կհիշեք անցած անգամ մենք մի կարճ այդ միտքը ունեցանք, որ անգամ Ղազարոսը, որ աղքատ Ղազարոսը, որ հարուստի տան ոտքերի մոտ էր, չէ, հարուստի տան դռան մոտ էր եւ վերքերով լցված էր եւ շները լիզում էին իր վերքերը, բայց ինքը գնաց Աբրահամի գիրկը, սիրելի եղբայրներ, քույրեր, ֆիզիկական կարգավիճակը երբեք արգելք չի, որ մենք մտածենք ու կարծենք, որ ինչ որ արգելք կա, որ ես կարողանամ հոգևոր կյանքով ապրել։ Միգուցե ես ինձ համեմատեմ մեկ ուրիշի հետ, միգուցե ես ինձ համեմատեմ ուրիշ մարդկանց հետ, ասեմ դե իրանց կյանքը ուրիշ կերպ է դասավորվել, իրանք այս խնդիրները չունեն, իրանց համար հոգևոր կյանքը ավելի հեշտ է ապրելը, իրանք ավելի ազատ են, ավելի ենթադրենք ապահոված են ինչ որ հարցերի մեջ, կարողանում են ազատ Աստծուն պաշտել, խնդիրներ չունեն, հոգսեր չունեն, հալածող չունեն եւ այլն եւ այլն եւ այլն, այսպիսի ամուսին չունեն, այսպիսի կին չունեն, այսպիսի խնդիրներ չունեն եւ այդ ամեն ինչը մտածենք, կարծենք, որ խանգարում է մեզ, սիրելի եղբայրներ, քույրեր, նեղությունները երբեք չեն խանգարում։
նեղությունները հակառակը մեզ օգնում են, որ մենք ավելի մոտենանք, սիրելի եղբայրներ, քույրեր, ավելի Տիրոջը փնտրենք, ավելի Տիրոջ երեսը սրտանց խնդրենք, եւ ինչպես հիշում եք, եղբայրները ասում էին, հրա եղբայրն էլ ասում է, չէ, որ եթե նեղությունը գալիս է, ոչ թե վախենանք ու տագնապենք, հապա ասենք բարով եկար նեղություն։ Հիշում ենք ինչի համար, որովհետև այդ նեղությունը օգնում է մեզ, որ մենք ավելի առաջ գնանք Տիրոջ սիրո մեջ, սիրելի եղբայրներ, քույրեր, թող Տիրոջ անունը փառավորվի, մենք մեր ներքին սենյակում կարող ենք այս կյանքը ունենալ, այ որ գրված է ասում է, քո առաջվա սերը ձգեցիր, ինչի էր ձգել այդ եկեղեցին իր առաջվա սերը, արդյոք կարող ենք իմանալ ինչի էր ձգել եւ արդյոք կարող ենք մենք տեսնել, ձգել ենք մենք մեր առաջվա սերը, թե դեռ ունենք, թե այդ կրակը վառվում է մեր սրտերի մեջ, թե այդ ուրախությունը մենք այսօր էլ ունենք եւ մեր սիրտը թրթռում է ամեն անգամ եւ երբ որ մենք Տիրոջ տուն պետքա գանք, երբ որ մենք Տիրոջ առջև պետքա խոնարեցնենք մեր անձը, երբ որ մենք պետքա ծնկի գանք իր առջև Եվ այդ սերը եւ այդ ուրախությունը, սիրելի եղբայրներ, քույրեր, անկախ ամեն ինչից, անկախ մեր առօրյայից, անկախ մեր հարցերից, խնդիրներից, մենք կարող ենք ունենալ, մենք կարող ենք այդ սիրով լցված լինել եւ ուրախանալ Տիրոջմով։ Մեր կյանքի ամեն օրվա մեջ, որ չլինի հանկարծ, որ խոսքը գա ինձ այն անհարմար պահին, որ ես արդեն պետքա Տիրոջը հանդիպելու լինեմ ու հանկարծ ես տեսնեմ այդ փաստի առաջ կանգնեմ այդ պահին, որ ես այդ յուղը չունեմ, այդ սերը պակասել է իմ կյանքում ու թող օգնի Աստված, որ մենք այսօր այդ հնարավորությունը, որ ունենք, օգտագործենք, սիրելի եղբայրներ, քույրեր, որովհետև այս միտքն էլ ասեմ կաղոթենք, երբ որ կհիշեք մի քանի տարի առաջ այդ պանդեմիայի ժամանակ, երբ որ պաշտամունքներ չկար, բոլորս տանն էինք, ինչքան դժվար էր, բոլորս ձգտում էինք, ուզում էինք պաշտամունքի մասնակցել, չէ, այդ մոտավորապես 1 տարի տևեց այդ ընթացքը, որ պաշտամունքներ ընդհանուր չէր լինում Եվ ինչքան մենք կարոտել էինք, չէ, ինչքան փափագով էինք գալիս, ինչքան այդ մեր ներսում լցվել էր այդ փափագը եւ ինչ որ ժամանակ հետո, որ արդեն պաշտամունքները սկսվեցին, մենք բոլորս ինչքան փափագով գալիս էինք, ես անձամբ շատ էի կարոտել ընդհանուր պաշտամունքներին, այդ ընդհանուր մթնոլորտին, այդ ջերմությանը եւ փափագով գալիս էինք Բայց ինչա տեղի ունենում, կարծես մի կարճ ժամանակ հետո դա դառնում արդեն սովորական բան։ Ինչի պետքա ես կարոտեմ եւ ինչի պետքա այդ փափագը իմ մեջ կորի այն ժամանակ կամ հակառակը ինչի պետքա այդ փափագը իմ մեջ առաջանա միայն այն ժամանակ, երբ որ այդ պաշտամունքները դադարում են, երբ որ դա չկա։ Ինչի երբ որ ինչ որ մի բան չի լինում, նոր ենք սկսում գնահատել։ Ինչի երբ որ մենք այդ ներկայությունից կարծես կտրվում ենք, այս հնարավորությունից զրկվում ենք, նոր ենք սկսում այդ ժամանակ գնահատել ու հասկանալ, թե Աստված ինչ շնորհք է մեզ արել։ Թող Տերը օգնի, որ այդ փափագը չպակասի մեր մեջից, սիրելի եղբայրներ, քույրեր։ Աստված օրհնի բոլորիս, կխնդրեմ մեկ անգամ եւս Տիրոջ առջև գանք, մեր անձերը բերենք։ Խնդրենք Տիրոջը, որ այդ սերը մեր մեջ նորից այդ կրակը բորբոքվի, այդ սիրո կրակը, որ մենք լցվենք Աստծո սիրով։ Ամեն։ Փառք քեզ, սիրելի Տեր,